Առավել շատ քննարկման առարկա, որ հետված է դառնում, այսինքն որտեղ է ամենաշատ խնդիրը ձեզ համար եւ որտեղ է ամենաշատ խնդիրը որն է որ քննչական մարմինը փորձում է հիմնավորել այդ ոչխարներից, սենսորներ։ Ձեզ վստահեցնում եմ, հավատացնում եմ, որ չենք կարող տարանջատել, ինչպես փողերի լվացման դրվագով, այնպես էլ կոչի դրվագով չունենք գեթ մեկ ապացույց։ Տեսեք, այսօրվա մեր միջնորդության համար հիմք է հանդիսացել Վճռաբեկ դատանի նախադեպային որոշումը, լոկ այդ նախադեպային որոշումը, որը օրեր առաջ, երբ որ մամուլի ասուլիսով ներկայացրեցինք, այն մեր ամբողջ զարմանքը, այն, որ Հայաստանի Հանրապետությունում նման նախադեպը չունեցող իրավիճակ չի եղել, երբ օրինակ Վճռաբեկ դատարանը 19 օրվա ընթացքում կայացնի որոշում, ես նշեցի նաև, որ ունեմ այս պահին դեպք, որ Վճռաբեկ դատարանին 2 տարի, 2.5 տարի սպասում եմ, որպեսզի ստանամ որոշում, բայց չունենք։ Այսինքն սա Սամվել Կարապետյանին է վերաբերել այս գործը, այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը հապճեպ, կայծակնային արագությամբ այդ նախադեպային որոշումը հրապարակել է։ Ավելին ասեմ, այդ նախադեպային որոշումը մինչ օրս անգամ Վճռաբեկ դատարանի կայքում տեղադրված չի, ինչպես նաև պաշտպանները չեն ստացել է միայն մեղադրանքի կողմը։ Ինչպես է ստացել, ինչ ճանապարհով է։ Այդ հարցին մենք դատական նիստում եւս այդ հարցը ուղղել ենք։ Ինչ պատասխան։ Ստացել է գրասենյակից, Վճռաբեկ դատարանի գրասենյակից, բայց չունի ապացույց, որ ժամին, որ օրը դրանք խնդրեցինք, որպեսզի ներկայացնեն, չունեն։ Նայեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործի սկզբնական շրջանում ասում էր, մենք մեր ձևով հիմա կմիջամտենք, ինչ եք կարծում, հնարավոր է, որ իրենց ձևով միջամտել են, որ Վճռաբեկ դատարանը արագ որոշում կայացնի, ըստ էության դուք դրա մասին եք Շատ լավ, ես դեռևս Սույն թվականի հունիսի 17-ից չեմ դադարել իմ կարծիքը արտահայտել, նաև պնդում եմ, որ օրեր առաջ եւս հայտնել եմ, որ սա իրավական գործընթաց չէ։ Սա ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական օրակարգ է, քաղաքական հետապնդում է, ով ոնց կուզի, թող դա ընդունի, բայց սա իրավաբանության հետ որևէ աղերս չունի։